Նիկոլ Փաշինյանն այսօր ասաց, որ Ադրբեջանից բենզին բերելով Հայաստանում բենզինի եւ դիզվառելիքի մենաշնորհը այդ ոլորտում մենաշնորհ չի եղել։ Սա մեկ։ Եվ երկրորդ քանդելը հետեւյալ կերպ է տեղի ունենում կամ հետեւյալ կերպ են պատկերացնում իշխանությունները կամ հետևանքների մասին ավելի ճիշտ կլինի խոսենք, այն տնտեսվարող սուբյեկտները, որոնք ավելի բարձր գնով էին բենզին ներկրում Հայաստանի Հանրապետություն, ստիպված են լինելու կամ իրենք էլ Ադրբեջանից բենզին կամ դիզվառելիք ձեռք բերեն, կամ շուկայից դուրս մղվեն պարզապես։ Եվ այդ երկու տարբերակն էլ երկրի շահերից չի բխում։ Իսկ առաջի տարբերակով բոլորը կախման մեջ են հայտնվում Ադրբեջանից, իսկ երկրորդ պարագայում բնականաբար եթե շուկայից որևէ մեկը դուրս է մղվում, դա որևէ լավ արդյունքների չի հանգեցնելու։ Ինչ վերաբերում է թե ինչ պատճառով են Ադրբեջանից բենզին ներկրում, ես բազմիցս առիթ ունեցել եմ այդ թեմային անդրադառնալու, սա կարծում եմ մեկ անգամյա ճակերտավոր ակցիայի շրջանակում է տեղի ունենում, քանի որ փորձ է արվում ստեղծել խաղաղության իմիտացիա։ Եվ այդ էժանությունը դեռ հարց է, թե ինչի հաշվին է տեղի ունենում, որովհետև Վրաստանը, մեր հարևան Վրաստանը, այն տարանցիկ վճարները, որը տարիներով գանձել է, այժմ կարծեք թե զիջում է, այսպես կոչված խաղաղության օրակարգի շրջանակներում մեկ անգամյա, ուրեմն բարեգտություն է ցուցաբերում եւ տարիֆները չի գանձում, բայց հետագայում երբ որ այդ տարանցիկ տարիֆները գանձվեն, կարծում եմ հնարավոր չի լինի Ադրբեջանից այն գնով ներկրել, ինչ գնով որ ներկայումս ներկրվում է։ Նիկոլ Փաշինյանը նաև ասում է, որ մինչև 15% բենզինի արժեքը նվազել է, դուք նկատել եք։ Դժվար է ասել 15%-ով կնվազի թե ինչքան, որովհետև մեկ անգամյա ակցիայի շրջանակներում հնարավոր չէ դա գնահատել, եթե դա ունենա շարունակություն եւ նույն գնով ներկրվի բենզինը, գուցե եւ 15 կամ ավել տոկոսով հնարավոր լինի բենզինի գներ ավելի նվազ գներ ունենալ, բայց ինչի գնով, կրկնում եմ, կամ շուկայից պետք է դուրս մղվեն մնացած տնտեսվարող սուբյեկտները մրցակցությանը չդիմանալով, կամ իրենք ստիպված են լինելու Ադրբեջանից ձեռք բերել բենզին, իսկ դա նշանակում է մենք կախման մեջ ենք հայտնվելու Ադրբեջանից։ Քանի որ մենք գնում ենք խաղաղության ճանապարհով Ադրբեջանի հետ, իշխանությունները սա ներկայացնում են որպես խաղաղության ձեռքբերում նաև բենզինը Հայաստան ներկրել։ Տեսեք, սա առայժմ չի կարող խաղաղության ձեռքբերում համարվել, քանի դեռ մենք չունենք փոխադարձության սկզբունք։ Քանի դեռ Հայաստանի Հանրապետությունը փոխադարձության սկզբունքով այլ ապրանքներ չի արտանում Ադրբեջան, խոսել, որ սա խաղաղության ձեռքբերում է, առնվազն աբսուրդ եմ համարում։